Տեր-Հուսիկ Նիկոլ Փաշինյանը էլի դարձյալ գրառում է արել, որտեղ ասում է պետք է Քրիստոսի տունը, այսինքն եկեղեցին վերադարձնել Քրիստոսին եւ քահանաներին կեղծավորներ է համարում, փարիսեցիներ, այս օրերին տարբեր են եղել ձեր հոգեվորականների հասցեին մեղադրանքները, մանկապիղծ, սրբապիղծ, ընդհուպ, ձեր կարծիքով ինչով է պայմանավորված այս իշխանությունների վախը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Տեսեք, դուք ամենասկզբից ասացիք մեղադրանքների մասը, ուրեմն ամեն ինչ կարծես թե ասվեց այդ մագարտակով, մանավանդ Միքայել Սրբազանի եւ մյուս մեր բարձրաստիճան հոգեվորականների կողմից վերաբերող այդ մասին, հատկապես մանկապարտության այդ կարշելի մեղադրանքները, որ հնչեցրեց, ասաց, եթե ապացույցներ կան, բերեք ապացույցեք, եւ երկրորդը այդ տեսակի հայտարարությունը իրապես դա նաեւ ուղղված է մեր օրինապահ մարմիններին, որ իրենք էլ զբաղվեն այդ բանով, եթե այդ տեսակի հայտարարությունը կատարվում այդ բարձր մակարդակի վրա, պետք չէ զանց պահներ։ Իսկ ինչ կապված է իր ասածների հետ կապված եկեղեցուն ովքեր են գործունեություն են ծավալում, էլ եմ ասում, եկեղեցու հոգեվորականը ինքը կոչում ստացած մարդ է։ Տեսեք, բացատրել։ Ուրեմն մեր կոչումը ինչ հիմքի վրա է գալիս, առաքելական հիմքի վրա է գալիս։ Եվ երբ որ կարդում ենք մենք Աստվածաշունչը, հատկապես Նոր Կտակարանը, այնտեղ տեսնում ենք, որ Քրիստոս ինքը աստիճան է տալիս իր աշակերտներին, ասում է գնացեք, քարոզեցեք աշխարհում, 4 անկյուններում եւ աշակերտ դարձրեք եւ նաեւ մգրտեցեք մարդկանց։ Եվ հոգեվորականների կոչումը առաքյալները իրենց վրա վերցրած գալիս են եւ քարոզում են, եւ գիտենք, որ երկու առաքյալ քարոզում են նաեւ Հայաստանի մեջ։ Հետևաբար Հայաստանում երբ քարոզություն է գնում, դառնում են մարդիկ որոշակի շրջանակ, որ առաքյալը ձեռնադրում է իրենց։ Եվ այդ ձեռնադրությունը աստիճանաբար շարունակվում է, հասնում է մինչև մեր օրերը։ Այսինքն Քրիստոսից ստացված առաքելական այդ ձեռնադրությունը, որ առաքյալներին ինքը ձեռնադրություն է տալիս, կոչ է անում եւ առաքինություն է տալիս, եւ այդ առաքինությունը փոխանցվում է, մինչեւ մեր օրերը փոխանցվում է։ Բնականաբար ամեն մեկը եւ առաքյալները եւ իրենց հաջորդները եւ իրենցից հետո կալացողները ամեն մեկը մարդկային յուրահատուկ խառնվածքի տեր են։ Ինչպես որ արդեն ասվեց այդ մասին, ասած եկեղեցին կենտանի օրգանիզմ է, այո, եկեղեցին կենտանի օրգանիզմ է, բաղկացած նաև մարդկանցով, նաև հոգեվորականներով, որոնք որ այդ, ինչպես ասացի, առաքելական կոչումը աստիճանաբար ստացել են եւ շարունակում են գործունեություն։ Եվ այդ ընթացքի իմաստով անշուշտ հանձնված է մարդկանց, մարդիկ էլ կարող են մի բանում թերանալ, մի բանում չթերանալ, հրեշտակի պես չեն, Աստված հրեշտակներին չհանձնեց, հանձնեց մարդկանց, որովհետեւ մարդիկ կան եւ տնօրինեն եւ կարողանան մարդկային այդ հասկացողությամբ հասկանալ նաեւ դիմացին։ Եվ որ մենք շատ անգամ մեղավոր վիճակը տեսնում ենք մարդու, հասկանում ենք այդ մարդու մեղավոր վիճակի ետքերը ինչպես կարելի է գտնել։ Ոչ թե մեղքի մեջ ես մտնում, այլ փորձում ես հասկանալ, որովհետեւ մարդը մարդուն ավելի շուտ է հասկանում, քան հրեշտակը մարդը։ Աստված հրեշտակին չտվեց այդ իշխանությունը, որ ինքը պետք է քահանայագործի, այլ մարդուն տվեց, որ մենք մեր շրջանագի մեջ կարողանանք մենք մեր գործունեությամբ դեպի իրեն տանող ճանապարհը մարդկանց ուղղորդել եւ առաջնորդել։ Եվ այդ իմաստով ասում է, երբ որ այսօրվա ավետարանի մեջ էլ անտեսված, ասում է, երբ որ կապեք երկրի վրա, կապված կլինի, այսինքն երբ որ հոգեվորականը մի բան ասում է, իր խոսքն է, իր խոսքը եւ գործունեությունն է իր առաջնորդողը։ Երբ որ ասում է մի բան, ուրեմն դա նաեւ աստվածային կամքի արտահայտությունն է իր մեջ։ Շատերը կարող է ասի չհասկանան իրականության մեջ, թե ինչ է ասացինք, որովհետեւ դարձան թե ուրեմն հոգեվորականը բացարձակ ճշմարտություն է խոսում։ Այո, հոգեվորականը խոսում է աստվածային այն բոլոր իր իմացության մագարտակով, որ մագարտակը թույլ է տալիս Աստծո կամքը արտահայտելու։ Շատ անգամ հոգեվորականը իր անձնային դրությունը չի արտահայտում աստվածային կամքը եւ աստվածային թելադրանքը։ Ինչ վերաբերում է իշխանության արտահայտությունների, իշխանության կողմից թույլ տված արտահայտությունների, ընդամենը կարող ենք ասել, որ մարդը խնդիրներ ունի,
Եվ հետո Ավետարանը մեզ բացատրում է, ասում է, այդ կարճ է, շատ կարճ է, որ հասկանա, ոչ թե ինչ որ մեկից տես ինչ որ բան գրառում անի, այլ կարճ է, Ավետարանը ինչ ասում է, եղբայր, տեսնող քո աչքի միջի երանը, դնող տես եղբոր աչքի շուռը։ Դու քո աչքի միջի երանը չես տեսել, եղբոր աչքի միջի շուռն ես մատնացույց անում։ Քրիստոս շատ հստակ ասում է, հիմարություն մի արա, այդպես մի արա։ Երբ որ մարդը չի տեսնում իր աչքի կերանը, տեսնում է ուրիշի աչքի շուռը, կարող է շատ անգամներ տեսել արտահայտվել, հասկանալի է այդ մարդու տեսակետը, որովհետև ինքը դեռ հասկացողությունը չունի, չի պատկերացնում, թե ինչի մասին է իր ասածը։ Ընդամենը մենք ասում ենք, որ հոգևորականը, այո, կատարյալ չէ, մարդ է, մարդկային իր թերություններով, բայց երբ որ մենք գնում ենք հոգևորականի մոտ, չենք գնում անձին տեսնելով, գնում ենք այդ հոգևորականից հոգևորը ստանալու։ Երբ որ ասենք պայմանական մի օրինակ, ասենք որ գնում ենք ծառավ ենք ջուր խմելու, այսի համար կարևորություն ունի այդ կռանտը ոսկուց է, արձատից է, ներժից է կամ մի ուրիշ մեդալից է։ Մենք գնում ենք ջրի այդ հագեցումը ստանալու։ Հետևաբար, երբ որ մենք գնում ենք հոգևորականի մոտ, պետք է գնանք այդ իմաստը հասկանալու, այսինքն գնում ենք իրենից այդ սնունդը ստանալու, մեր ներսը զորացնող ինչ-որ մի բան ստանալու։ Վերաբերում մեղադրանքներին, իհարկե, բոլոր ժամանակների շրջաններում է եւ ես բացի, գիտը հանրային դեմք է, կարող է արտահայտությունը անել, հանրային մեծ արձագանք է ստանում իր հայտարարությունը։ Բայց այդ տեսակի հայտարարություններ հավատացեք բոլոր ժամանակներում է, բոլոր օրերում է եղել են։ Պարզապես այսպես հանրային դաշտ մղված առաջի դեպքերից է, որ կատարվում է այս տեսակի բան, բայց թե չէ մեր հայազգի մեջ է բազում այդպիսի մարդիկ են եղել, որ հելել են տարբեր մեղադրանքներ են առաջ քաշել կապված հոգևորականի հետ, բայց խոսացվել է այդ մասին, այդ մարդկանց հետ զրուցվել է, հասկացել ենք, որ դա քո հասկացած ճիշտ ձևը չէ, բացատրել ենք, հասկացել ենք։ Հիմա այս մարդուն երևի կողքը բոլորը չկա, մարդ որ բացատրեն համառության ձին է նստած, չի ուզում հասկանալ, թե ինչ է անում, կամ հասկանալով շատ վատ բան են անում։ Հիմա այստեղ արդեն ինքը պետք է ընդունե, հասկանա եւ շտկե իրավիճակը։ Եթե ոչ, ուրեմն նշանակում է այդ մարդը իր այսօր արդեն ասացի, կատալոջիով ստորագրում են տանը սա։ Ընդամենը ես մի բան եմ հասկանում այդ մարդից, կարող է մարդիկ կան իրանց մեջ, որ իրապես հասկանում են, որ ինչ է տեղի ունենում եւ այդ հասկանալով հանդերձ շարունակում են պարզապես վերևից եկած սրահանգը կատարել, բայց իրենց էլ նույն ձև կոչ ենք անում ամեն անգամ, երբ որ առիթ է լինում իհարկե խոսելու, կոչ ենք անում, որպեսզի կարողանան իրենք էլ ոչ թե կուրորեն գնալ կույրի հետևից, Ավետարանը որ կարդում ենք, ասում են, կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ խոսը կգնան։ Հետևաբար ոչ թե կույր առաջնորդի հետևից գնալ, այլ իրենք որպես խմբակցության անդամներ Ինչ ձևի կդեն մոդելան ասեն, ասածները հիմք չունի, կամ ասածները չի համապատասխանում ճշմարտության խորքերին։ Եթե այդպիսի քաջություն ունենան իրանց մեջ, շատ ավելի լավ է։ Ինչ վերաբերում մենք մեր անելիքին, երբեք քահանան փարիսեցի չէ, փարիսեցի չի կարող լինել։ Քահանան շարունակելու է մնալ իր առաքինության մեջ։ Ինքը ինչքան է ուզում է բադը կամ լավը լինի, ինքը մեկ իր առաքինությունը պիտի կատարի։ Քահանայի առաքինությունը դեպի Աստծո ճանապարհ ցույց տալու։ Նման է քահանան Փարոսի, որ հերից այդ լույսը տեսնում է, գալիս է այդ լույսի ուղղությամբ, հետևաբար ժայռերին չի հանդիպի։ Ինքը Փարոսի տեր է կատարում, հոգևորական Փարոսի տեր է կատարում։ Եվ այդ Փարոսը ճանապարհ է ցույց տալիս։ Այդ ճանապարհը վիճակի են տեսնելու, տեսնեն շատ ավելի լավ, վիճակի չեն տեսնելու։ Ցավալի իրադարձություններ տեղի կունենա մեր այն մարդկանց հետ, ովքեր իրենց դատավճիռը շարունակեն ստորագրել։ Ոչ թե ես հայտարարություն եմ տարածում, ասում եմ, որ ոչ եմ անում, այսպես արեք, այնպես արեք, այլ ընդամենը որպես հոգևորական զգուշացնում եմ, որ մեր անելիքը, մեր ասածը խոսքով ենք ուղղորդում մարդկանց։
Հետևաբար մեր ուժը աստվածային խոսքն է, որ մեր Տերը մեզ այդ հնարավորությունը տվել, ասել է, որ դուք ինչ որ կապեցիք այս երկրի վրա, կապված կլինի, ինչ որ արձակեցիք այս երկրի վրա, արձակված կլինի։ Հետևաբար հոգևորականի ասելիքը այդ խոսքի միջոցով է։ Ինքը այդ խոսքն է, որ պետք է այդ խոսքի արտահայտությունը մարդկանց դեպի Աստված բերի։ Շատ անգամներ ասում են Տեր, ինչի՞ չես անիծում սրան կամ նրան, ես միշտ պատասխանում եմ, որ եթե ես անիծեմ, ուրեմն նշանակում է այդ մարդուն դատապարտում եմ, բայց միշտ այդ հնարավորության դուռը փորձում ենք բաց պահել այն մարդկանց համար, որ ցանկանում են այդ հետ վերադառնալ դեպի հայրական տուն, դեպի այնտեղ, որտեղ որ իրենց պետք է խաղաղված եւ հանգստացած զգան եւ բնականաբար ապրեն Տիրոջ խոսքի համաձայն։ Հիմա բոլոր հայտարարությունները ես ինչ որ ճիշտ անկեղծ չեմ հետևում, չեմ նայում, որովհետեւ դա մի բարդ process է, որ պետք է եթե մտնես մեջը ամբողջությամբ կլանվես, բայց որպես մարդ հոգևորական, որ հետաքրքրված է ստերությունից, երբեմն բաներ կա, որ լսում եմ, իմանում եմ, եւ այդ անհանգստությունը բնականաբար մեզ էլ մտահոգում է, եւ ամեն անգամ եթե առիթ լինի, մենք խոսենք, մեր ասելիքը կասենք, ոչը կանենք, որ ստապվեն, հասկանան, որ պետք է ոչ թե եկեղեցուն քար գցել եկեղեցու վրա, այլ փորձել մաքրել եկեղեցու եղած քարը, բայց այդ մաքրել, որ ասում ենք, պետք չէ հասկանալ, որ գնանք հոգևորականներին բաժանենք, մեկին ասենք դու լավն ես այս կոմանցի, դու վատն ես այս կոմանցի, դու մերն ես այս կոմարի, մեր կողքն արի, այլ հոգևորականը միշտ լինելու է եւ մնալու է իր առաքինության մեջ, իր անունի մեջ, հետեւաբար որևէ մեկը, հատկապես իշխանության ու ներկայացուցիչ ինձ թվում է, որ դա իր անելիքը չէ, այսինքն ասվեց այդ մասին տարբեր մեր սուրբ հայրերի կողմից, որ իր անելիքը պետք է լինի այն պաշտոնը, ինչ որ ինքը ստանձնել է, այդ պաշտոնի մեջ փորձի հավատարիմ լինի, հոգևորականի անձը քննելը իշխանության անելիքը չէ, բոլոր ժամանակներում եկեղեցու դեմ պայքարը տարբեր է, ու հիմնականում այդ պայքարը տարվում է անտեսանելի ուժերի կողմից, ասում ենք սատանայի կողմից, բայց երբեմն եղել են ժամանակներ, երբ որ այդ պայքարը տարվում է տեսանելի մարդկանց, ինչպես օրինակի համար վերջին ժամանակաշրջանի, ասենք Սովետ միության շրջանը, երբ որ այդ նույն պայքարն էր տարվում եկեղեցու նկատմամբ, բայց վերջին հաշվով տեսանք, որ ինչ տեղի ունեցավ, հիմա էլ նույն փորձեր են կատարելու, հանդիպելու են մի վիճակի, որ կամ կապաշխարեն, հասկանան, որ սխալ ուղղություն են բռնել, կամ էլ վերջնական իրենց կործանման թղթի տակ կստորագրեն եւ այդպես որ կավարտվի ամեն ինչ։ Այս իմաստով եկեղեցու դեմ պայքարելը անմտություն է ընդհանրապես, որովհետեւ եկեղեցին դա մարդու միջոցով առաջնորդող չէ։ Այս վերջում Գալստյան տոնին այդ մասին բազմիցս ասվեց, որ հոգին է առաջնորդող, Սուրբ Հոգին է առաջնորդող եկեղեցին, այսինքն մենք ապավինում ենք աստվածային հոգու առաջնորդությանը։ Ուրիշ բան, որպես մարդիկ, այո, իհարկե, բոլորս էլ մեղավորներ ենք, բոլորս էլ անթերի չենք, բայց քանի որ Տերը ինքն է այս ուղղությունը մեր համար որոշել, մենք ընտրել ենք Աստված տնօրինել է եւ կարողացել ենք հասնել ինչ-որ մի վիճակի եւ այդ վիճակը թելադրում է մեզ, որ ապրենք հնարավորինս մաքուր, հնարավորինս զուլալ, պարզ եւ այս իմաստով նաեւ մի բան կարող եմ դիտել որպես դիտարկել, որ տեսնում ենք, որ շատ հաճախ մեր իշխանության կողմից անշքան որ կատարում են, երբեմն նայում ես մարդ ասում ես պատասխանատվության զգացողություն ունի, ինքը զգում է, որ պատասխանատվության տակ է մտնում ինչ-որ մի բան, թե պարզապես ինքնաբերաբար անում է մի բան, որը որ պետք չի որ անել։ Մենք ընդամենը կարող ենք կոչ անել, ասել, որ պետք չէ, ստապեք, հետ դարձեք, այն ճանապարհը, որ ընտրել եք պայքարի միջոց, դա պայքարի ճիշտ միջոց չէ։ Եկեղեցու դեմ չի կարելի պայքարել, որովհետև պատմությունից տեսնում ենք ինչ ավարտներ են ունենում։ Հիմնականում այդ ավարտը լինում է պետականության կորուստ հիմնականում, դա այդպես էլ է եղել պատմության մեջ, դրա համար մենք միշտ ոչ ենք արել, որ եկեղեցու դեմ պայքարը պետք չէ, որովհետև դա աստվածամարդության պես մի բան է դառնում։ Հետևաբար իրատավ պետք չէ լինել։ Տեր Հուսիկ Նիկոլ Փաշինյանը
Գարեգին II-ին մեղադրում է, որ նա խախտել է կուսակրոնության ուխտը, այսպես նրա պահանջը հետևյալն է, որպեսզի հրաժարական ներկայացնի, այսպես նույնիսկ կոչով է դիմել, որպեսզի գրավեն Վեհարանը, ազատագրեն Վեհարանը և նոր կաթողիկոս նշանակեն։ Արդյոք սա բախումներ չի հրահրի մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանը արդյոք այսպես խաչակրաց արշավանքի կոչ չի անում, ինչպես եք մեկնաբանում։ Խաչակրաց արշավանքի կոչ չի կարող անել, որովհետև այդ դիրքում չէ։ Խաչակրաց արշավանքի կոչ անում են մարդիկ, ովքեր որ խաչ են կրում։ Ասում է, ես հետևորդ եմ Հայ առաքելական եկեղեցու, նվիրյալ զավակ եմ։ Դեք, սատանան տարբեր կերպ է գործում։ Հիմա օրինակ մի պատմություն կարող ենք պատմել, մի քիչ կարող է երկար թվա այդ բանը, բայց մի քիչ շատ հետաքրքիր իմաստ ունի իր մեջ։ Ասում են, տևերը հավաքում են ժողովի, սատանան հավաքում է տևերին, ասում են, որ եկեք հավաքվեք, պետք է որոշենք, թե ինչպես մարդուն եկեղեցուց հեռու պահենք, եւ սկսում են առաջարկներ անել, ամեն մեկը մի առաջարկ է անում, մեկը հետնում ասում է, թե եկեք գնանք մարդկանց մեջ մտնենք եւ մարդկանց բոլորին ասենք, որ Աստված չկա։ Մնացածը մերժում են, ասում են, դի դարերով անում ենք այդ process-ը, էլի մարդիկ հավատում են։ Մեկը առաջարկում է, ասում է, բերեք մտնենք մարդկանց մեջ, ասենք, որ Աստված կա, բայց եկեղեցին է սխալ, եկեղեցի մի գնացեք։ Էլի, բոլորը միաձայն ասում են սրան, թե էդ էլ ենք անում, բայց տեսնում ենք, որ մարդիկ շարունակում են եւ Աստծուն հավատալ եւ եկեղեցի գնալ։ Մեկ երրորդը հետում է, ասում է, թե եկեք գնանք մարդկանց մեջ, ասենք, Աստված կա, եկեղեցին ճշմարիտ է, կարող եք գնալ եկեղեցի, բայց այսօր մի գնացեք։ Վաղը կամ վաղը չէ մյուս օրը կգնաք, վաղը կամ վաղը չէ մյուս օրվա համար կգնանք, ասենք, թե այսօր մի գնացեք, մեկ այլ օր գնացեք։ Եվ այսպես ամեն օր կգնանք եւ հուշենք, որ չգնաք եկեղեցի, Աստծուն չգնաք ձեր պաշտամունքը մատուցելու կամ աղոթելու։ Եվ բոլորը ծափահարում են սրան։ Ուրեմն ինչ է այս պատմության դասը մեզ։ Ամեն մի ժամանակաշրջանում չարի գործունեությունը ինքը ավելի, այսպես ասած, ժամանակակից հասկացությունների հիման վրա առաջնորդվող է։ Այսինքն ամեն անգամ ինքը կատարելագործվում է իր գործունեության մեջ։ Հիմա էլ բնականաբար արդեն հայտարարվում է եկեղեցին հիմնս է։ Կա ժամանակ, որ պայքարը ընդամենը ասում են եկեղեցին ծերը չէ, դուրս մնացեք եկեղեցուց։ Հիմա ասում են մերն է, դուք դուրս մնացեք եկեղեցուց։ Բնականաբար չարի պայքարելու ձևերը տարբեր են, կերպերը տարբեր են, բայց մեզ պետք է հասկանալ, թե ինչպես կարողանանք մենք ճիշտը ճանաչել։ Աստվածաշունչը շատ գեղեցիկ խոսք ունի, Քրիստոս է ասում Հովհաննեսի ավետարանում ասում է ճանաչիր ճշմարտությունը եւ ճշմարտությունը քեզ դարձնելու է ազատ։ Այսինքն երբ որ ճշմարտության ճանաչողություն ունենք, հետեւաբար այդ ճշմարտությունը մեզ ազատելու է շատ խնդիրներից։ Այնպիսի վիճակներից ազատելու, որ մենք չենք պատկերացնում, որ դա հնարավոր է այդպես, բայց իրականում ճշմարտությունը մեզ ուժ տալիս։ Հիմա այս կիրակի Եղիա մարգարեի տոնն է եւ այդ իմաստով շատ տիպիկ կարելի ասել, որ հենց նույն Եղիա մարգարեն անգամ որ իր ժամանակաշրջանում եզակի վիճակում էր հայտնված, այսինքն մենակ էր մնացել։ Աստված ճանաչող եւ Աստված ընդունող մարդ ինքն էր մնացել, ինքն էլ այդ մասին անգամ ասում է, որ ես եմ մնացել միայն քեզ հավատարիմ։ Այսինքն ստացվում է նաեւ, որ երբեմն ճշմարտությունը մեծամասնության մոտ չէ։ Հիմա այո, իհարկե իշխանությունը մեծ լծակների է տիրապետում, հնարավորություններ է տիրապետում եւ ինֆորմացիայի տարափը շատ մեծ վիճակ ունի, այսինքն փոշոր չափերի է ինֆորմացիան մատուցվում, եւ դրա համար շատերը խոսում են այդ մասին։ Տարափը մեծ է, բայց ճշմարտությունը չէ որ այդ նույն տարափի մեջ պետք է քննես, այլ ճշմարտությունը պետք է քննես Աստծո կամքի մեջ։ Հետևաբար, երբ որ Աստծո կամքն ես նայում, այդտեղ հասկանում ես, թե ճշմարտությունը որտեղ է կայանում։ Ուրեմն մեր էլի դարձյալ ինչ խոսենք, պիտի վերադառնանք խաղաղության կոչին, որ մեր խաղաղության կոչը մենք միշտ անելենք, շարունակել ենք անել, որովհետև այստեղ անձի հարց չէ, այստեղ ընդհանուր համակարգի հարց է։ Այդ համակարգը, որին
դեմ ցանկացած մեկը դուրս կգա, դատապարտում է իրեն։ Կարող են դուրս գալ շատերը, բայց դատապարտում են իրեն։ Մեր ոչը միշտ այդ խաղաղության ուղղված է եղել եւ լինելու, որպես հոգեվորական իհարկե ես արտահայտում եմ իմ կարծիքը, բայց վստահ եմ, որ իմ հոգեվոր եղբայրներն են մի կերպ այդ նույն խաղաղության կոչն են անելու դարձյալ եւ հավատացողին եւ չհավատացողին եւ իրեն հավատացողի տեղ տնողին եւ իրեն չհավատացողի։